Քանաքերզեյթունից դեպի Դավթաշեն եւ Աջափնյակ մի քանի րոպեում Երևանում կկառուցվի նոր շրջանցիկ ճանապարհահատված Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի։ Դավթաշեն через բան, Քանաքերավան ներքևով Հրազդան գետը անցնում են ու գնում են բան։ Զոունիով այդ կողմով գնում են։ Հիմա կա ճանապարհ այսպես կոչված գրունտային եւ միջ տնային հատվածներով անցնող նեղ ճանապարհ, որը որ այս պահին չի կարող ապահովել այդ ուղղավրա հոսքը եւ նպատակը նա է, որ դուրս գանք այդ ճանապարհի տրամաբանությունից, ունենանք ժամանակակից ստանդարտներին համապատասխանող ալտերնատիվ ճանապարհ։ Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն կապող նոր ճանապարհը կունենա 2.5 կիլոմետր երկարություն եւ 25 մետր լայնություն։ Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը։ Կկառուցվեն նաեւ երկկողմանի մայթեր, կանցկացվի ժամանակակից արտաքին լուսավորություն։ Ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 36 միլիարդ դրամ, իսկ շինարարությունը կտևի մոտ 4 տարի։ Տեսեք, սա Թբիլիսյանն է, մոտավորապես հիմք վերցնենք այս Coca-Cola-ի գործանի դիմանցի հատվածով, գալիս է կամրջային հատվածը եւ հայտնվում է արդեն Եղվարդի խճուղում այնի շենքի հարևանությամբ։ Թբիլիսյան խճուղով եկող մեքենաները գետնանցման մասով ուղիղ երթևեք են, վերևի հատվածով արդեն կշարունակեն իրենց ճանապարհը դեպի Եղվարդի խճուղ։ Իսկ Եղվարդի խճուղում գտնող հատվածում կլինի շրջանակաձև երթևեկություն եւ կլինի մեկ մակարդակով։ Կարծում եմ, որ այս ճանապարհը էականորեն կթեթևացնի այդ հատվածի երթևեկելի մասը եւ այս ճանապարհի պարագայում էականորեն կկրճատվի Երևանի Արաբկիր վարչական շրջանում մոտ գործող մեքենաները։ Երևանում փողոցների ու ճանապարհների լայնացումն այսօր գրեթե անհնար է, շրջանցիկ ճանապարհների կառուցումը խնդրի հիմնական լուծումն է։ Ուլնեցի Ռուբինյաց ճանապարհն այսօր ավարտվում է կամրջային հատվածում։ Այստեղից նախատեսվում է շարունակել ճանապարհն ու կառուցել շուրջ 3.5 կիլոմետր։ Տեղակ են, մեզ է հասել է, որ ինչ որտեղ ճանապարհը զուսարկեն, բայց շատ խելացի բան են մտածել։ Այս պահին Կոտայքի մարզից մոտ գործողը միակ ճանապարհը, որը որ կարողանում են երթևեկել, դա Աճարյան փողոցն է։ Մենք առաջարկում ենք այս պահին գոյություն ունեցող Ալմաս գործանի հարևանությամբ գտնվող կամրջային հատվածի շարունակենք գոյություն ունեցող երկաթգիծը, որը որ չի շահագործվում, դարձնել ավտոճանապարհ եւ այդ ճանապարհը հնարավորություն կտա Քանաքերզեյթուն վարչական շրջանում կարողանան երթևեկել առանց Աճարյան մուտք գործելու։ Ինչպես նաեւ Ալմաս գործանի գոյություն ունեցող տրանսպորտային կամրջի վրա նաեւ թևեր ավելացնենք, ինչը հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ օգտագործել այդ ուղին։ Երևանի քաղաքապետարանի առաջարկներն այս պահին ներդրումային կոմիտեում են։ Ծիգի տնօրենը հուսով է մինչև տարեվերջ ունենալ նախագծային որոշակի լուծումներ, որից հետո արդեն համայնքը ձեռնամուխ կլինի քաղաքի հյուսիսային մուտքը բեռնաթափող ճանապարհների կառուցման գործնական փուլին։